Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Vkontakte-ում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Vkontakte-ում ենք։ Պարոն Դավթյան կարելի է։ Ասա։ Պարոն Դավթյան, մի բան է եղել, որի մասին կարծում եմ պետք է իմանաք։ Ու ինչ ա եղել։ Պարոն Վարդանյանը ազատման դիմում է գրել։ Աշոտը։ Ինչի։ Դե մանրամասներից տեղյակ չեմ։ Ինքն էլ ոչինչ չխոսեց։ Ասեց, որ այլ գործեր ունի ու չի հասցնում։ Այլ գործեր։ Չէ։ Ինքը ուրիշ գործեր չունի, ոչ մի բիզնես չունի, հասցնելու հետ խնդիր չունի։ Ու այս գործը ինքը ամեն ինչից վեր է դասում։ Անկեղծ ասած ես էլ եմ զարմացած։ Դե հնարավոր է միտք ունի ինքն էլ բիզնես հիմնելու։ Դրա համար էլ այդ քայլին է գնացել։ Չէ, ես դրա մասին կիմանայի։ Այստեղ մի բան են չի։ Լավ, ապրես, ազատ ես։ Լիլիթ ջան, բարև։ Ո՞նց ես։ Դե նորմալ, երևի, չգիտեմ։ Պապան տանն է։ Զանգում եմ անհասանելի է։ Լիլիթ, ինչի ես լացում։ Ինչ ա եղել։ Պապան գնացել է երկրից։ Ոնց։ Ուր ա գնացել։ Լիլիթ, եթե ինչ-որ բան գիտես, ասա, որ կարողանամ օգնեմ։ Սենց չեմ կարա։ Եթե մի բան գիտես, ասա։ Ամեն ինչում Ռաֆն է մեղավոր Ռուբեն հոպար։ Ռաֆը այնպես արեց, որ պապան հիասթափվի ամեն ինչից ու գնա։ Լիլիթ, եթե հիմա ինչ-որ բան թաքցնես, ոչ մի կերպ չես կարողանալու օգնել աղբորդ։ Լավ, Ռուբեն հոպար, հիմա հարմար չի, կներես, հա, հետո կխոսենք։ Ալո։ Ռաֆ 10 րոպեից մոտս լինես։ Ինչ ա եղել։ Կգաս կիմանաս։ Հիմա դու ինձ ինչքան էլ մեղադրես, ես քեզանից չեմ նեղանա։ Դու այն մարդն ես եղել, որ ինձ սովորեցրել է, թե ինչա խիղճը, թե ինչա բարությունն ու հոգատարությունը մարդկանց հանդեպ։ Բայց ես հիմա նայում եմ քեզ ու հասկանում եմ, որ դու լրիվ ուրիշ մարդ ես, որովհետև քո խոսքերն ու արարքները իրար հետ չեն բռնում տատ։ Ես պատահական լսել եմ մամայիս ու այն մարդու խոսակցությունը, որ իմ համար հայր է դարձել։ Մի պահ փորձեցի մոռանամ, որ իրանք իմ ծնողներն են ու սովորական մարդկանց պես վերաբերվեմ իրանց։ Գիտես ինչ հասկացա տատ, որ իրանց սերը այնքան մեծ է, այնքան անսահման է, որ նույնիսկ տարիները չեն կարողացել մարել այդ սեր, ու մնաց դու կարողանայիր քո խոսքերով։ Ես քեզ չեմ մեղադրել։ Չեմ մեղադրել քո անցյալում արած քայլերի համար։ Բայց հիմա եմ մեղադրում, որովհետև չեմ կարողանում հասկանալ ոնց կարող էիր դու գնալ իմ հիվանդ մոր տուն ու ասել այն ամենը, ինչ որ դու տարիներ առաջ ես ասել իրեն։ Մարիա, բալես։ Տատ խնդրում եմ, ոչ մի բան մի ասա։ Ու շատ եմ խնդրում, մամայիս հանգիստ թող, քո տղային էլ հանգիստ թող։
Խնդրում եմ հասկացիր, որ կործանված սեր չի լինում, այդ մարդիկ են սերը կործանում իրենց հպարտությունը մի կողմ չդնելով։ Կարծիքով ես այդքան հպարտ մարդ եմ, հա։ Փաստորեն, տատ։ Փաստորեն։ Կարելի է։ Տոնիցդ հասկացա, որ ինչ-որ բան է եղել։ Հա, ճիշտ էլ հասկացել ես, տղա ջան։ Ես ուզում եմ հասկանամ, այդ ոնց է ստացվում, որ հերդ առանց ոչ մեկին ոչ մի բան ասելու արձակուրդ է վերցնում։ Հետո հրաժարականի դիմում է գրում։ Հիմա էլ քաղաքում չի։ Ոնց է տենց լինում։ Ինչի եմ ես ուրիշներից իմանում։ Ինչի է Աշոտը իրան այդքան հեռու պահում ինձնից։ Ինչ գիտես։ Եթե մի բան գիտես, ասա Ռաֆ։ Ես ինչ պիտի իմանամ, ջազ Ռուբեն։ Նես չի որ papan իր մտադրություններով իմ հետ երբևէ կիսվել է։ Եթե քեզ ոչ մի բան չի ասել, ինձ առավել էվես։ Ինչի ես քեզ չեմ հավատում։ Դե նորմալ է, վերջերս արդեն բոլորդ այդ սովորություն եք սարքել։ Սովորեմ։ Արի կլինի անկեղծ գտնվի։ Ու պատմի, այն ինչ կա։ Ինչ ես արել։ Ես զգում եմ, որ քո մատը խառն է։ Ու ով է քեզ այդ սխալ ինֆորմացիան տվել։ Հիմա այդ է քո համար ամենակարևորը, թե ով է ինձ այդ ինֆորմացիան տվել, ասեմ, որ ես չեմ պատրաստվում քեզ անուններ տալ։ Հիմա ինչ ինձ ասում ես, ինչ ես արել։ Արի չմոռանանք, որ խոսքը իմ հոր մասին է։ Ինչ պետք է այս արած լինեմ իմ ծնողի դեմ։ Արի չմոռանանք, որ այս վերջերս քո ու հորդ հարաբերությունները շատ վատ վիճակում էին։ Ու արի չմոռանանք, որ ես քեզ շատ լավ եմ ճանաչում։ Գիտեմ, ում ասես կարաս խափես։ Կարաս մատներիդ վրա ֆռացնես, բայց ոչ ինձ։ Ես քեզ շատ լավ եմ ճանաչում, Ռաֆ։ Ինչ գիտես։ Ասա, որ ես կարողանամ օգնեմ։ Ջազ Ռուբեն, թե իմ ու հորս հարաբերությունները ոնցն են, այդ ոչ ոքի չի վերաբերվում։ Դա մենակ մեր խնդիրն է։ Կներես, որ քո հետ սենց եմ խոսում, իհարկե դու մեր ընտանիքի բարեկամն ես, հորս ընկերն ես, բայց այն 4 պատը, որտեղ մենք ապրում ենք, այդ մենակ մերն է։ Դա ոչ ոքի չի վերաբերվում։ Հիմա էլ ասելու բան չունեմ, եթե հանկարծ պապայի մասին ինչ-որ նոր լուր իմանամ կամ բացատրություն, անպայման առաջինը քեզ կասեմ։ Հա, մեկ մի բան մոռացա ասեմ։ Ինձ թվում է այս պետք է քեզ ասեմ, որ ես մեր վատ խոսակցությունները վերջանան ու ամեն ինչ առաջվա նման լինի։ Եվ ինչ պետք է իմանամ։ Ես ու Մարիան հաշտվել ենք։ Ջազ Ռուբեն, ու չեմ ուզում, որ ես մեր լարվածությունը ինչ-որ ազդեցություն ունենա մեր հարաբերությունների վրա։ Ես իհարկե հասկանում եմ, որ դու ինձ տանել չես կարողանում, բայց հուսով եմ աղջկադ համար այս ամեն ինչի վրա աչք կփակես, չէ՞։ Ես էլ իմ կողմից խոստանում եմ, որ կաշխատեմ իմ վրա ու ոչ մի սխալ չեմ անի, որը որ կարա ազդի մեր հարաբերությունների վրա։ Լավ, ես չեմ հասկանում։ Դու չես հոգնել այդքան հորինելուց։ Ինչքան կարելի է։ Գիտեի, որ չես հավատալու։ Որովհետև քեզ հավատալը ինքնախաբեության նման մի բան է։ Ես քեզ վստահել չեմ կարող։ Ստեղ կանգնած եմ, Ջազ Ռուբեն։ Կարաս զանգես Մարիային։ Խնդրում եմ զանգի ու հարցրու, ճիշտ եմ ասում, թե չէ։ Ես այդ քո խաղերը խաղալու ժամանակը չունեմ։ Այս քո աղջկա կյանքն է, խաղ չի։ Խնդրում եմ զանգի ու այդ զանգը հիմա համինց համ քեզ կփրկի այս իրավիճակից։ Եթե ես հենց հիմա զանգեմ իմ աղջկան,
ու պարզվի, որ դու ստում ես Ռաֆ, ես այս հարցս այս չեմ թողնի։ Ես լրիվ ուրիշ լուծում կգտնեմ այս հարցի շուրջ։ Համաձայն եմ։ Լավ, եթե համաձայն ես, ես հենց հիմա զանգում եմ։ Հա, պապ ջան։ Ոնց ես բալես։ Լավ եմ դու։ Ես ավելի լավ կլինեմ, եթե իմ հարցի պատասխանը հենց քեզանից լսեմ, Մարիա։ Ինչ հարց։ Ռաֆը հենց հիմա դիմացս կանգնած է։ Ու պնդում է, որ դուք հաշտվել եք։ Ճիշտ է ասում։ Պապ, Ռաֆը ճիշտ է ասում։ Մենք հաշտվել ենք։ Լավ, հետո կխոսեմ։ Ես ուղղակի քո մեղադրանքներն եմ հաստատել։ Ընտրել եմ այն մարդուն, որ իմ կողքին պետքա լինի, բայց այդ ընտրության առաջ դու ես ինձ կանգնացրել։ Լսի, եթե ես ինձ հիմա զսպում եմ, այդ մենակ նրանից է, որ հաշվի եմ առնում քո աղջիկ լինելուդ փաստը, բայց դրանից մի առիթավորվի ու ոչ մեկի հետ մի ամեմատի։ Ես իմ կյանքը։ Ու երբեմն ճիշտ ընտրություն կատարելու համար սիրտը պետքա անջատել։ Որովհետև ես այս պահին չեմ վախենում կորցնեմ այն մարդուն, որ իմ սրտի մեջ է։ Ես վախենում եմ կորցնել այն մարդուն, ում սրտի մեջ որ ես եմ։ Որովհետև պետքա մեկ-մեկ ընտրել այն մարդուն, ում կողքին դու սիրված ես, ոչ թե սիրում ես ու տանջվում։ Այ հիմա ամեն ինչ վերջացած, այլ չգաս։ Հա, կներես, դու չէիր գալիս, ես էի, չէ գալիս։ Ինձ էլ նշանածից մոտ էիր, չէ ուղարկում։ Հիմա ինքնակամ եմ գնում։ Ու հուսով եմ, որ այնքան ինքնասիրություն կունենաս, որ նշանված աղջիկա հետ քեզ ճիշտ կպահես, հաջողություն։ Կարող ես ասես ինչ ա եղել։ Կամ եթե վիճակում ես, ուրեմն Մարիային ես տեսել։ Դու ուրիշ բան գործ չունես։ Չէ, այս բային գործս դու ես։ Կռվել եք։ Չէ։ Բա ինչ ա արել Մարիան։ Մարիան չի արել։ Ես եմ արել։ Հիմա ամոզվեցիր ձյաձ Ռուբեն, որ չեմ խաբում։ Ես դեռ չգիտեմ դու ինչ ես արել, բայց հաստատ կիմանամ։ Չհասկացա։ Այս ամեն ինչը հեչ ինձ դուր չի գալիս։ Մարիան չէր կարա այդ քայլին գնար, առանց ինձ տեղյակ պահելու։ Վստահ եմ, որ երեկոյան տուն գնայիր, ասելու էր։ Ամեն ինչ եղել է, այսօր ա եղել, ուղղակի, որ մեր մեջ sense վատ խոսակցություն եղավ, չդիմացա, ասացի։ Եթե ես իմանամ, որ դու ինչ-որ կերպ ազդել ես Մարիայի այս որոշման վրա, ձեռքիցս չես պրծնի։ Ես չգիտեմ ինչ ես արել, բայց զգում եմ, կարող ես շանտաժ ես արել։ Մի ինչ-որ վատ բան արել ես։ Ամեն ինչ կուրանամ Ռաֆ։ Ամեն ինչ։ Կմոռանամ, որ մոտ ընկերոջս տղան ես։ Կմոռանամ, որ բարեկամներ ենք։ Կմոռանամ, որ հարազատներ ենք։ Ես այս հարցս այնց չեմ թողնի։ Արի կլինի հիմա դու ինձ շանտաժներ մի արա։ Ինչքան էլ ես քեզ հարգեմ ու սիրեմ, ձյաձ Ռուբեն, չեմ կարող ընդունել այն, ինչ որ հիմա դու ես անում։ Ես Մարիային շանտաժ չեմ արել, ոչ էլ վախացրել եմ։ Ես ընդամենը պայքարել եմ իմ սիրած աղջկան հասնելու համար, ու այդ ոչ մեկիդ համար գաղտնիք չի։ Ինձ թվում էր կուրախանաս, գիտես։ Ես կխոսեմ Մարիայի հետ, ու ամեն ինչ կիմանամ։ Բայց լավ էսի։ Եթե ես իմանամ, որ դու քեզ վատ ես պահել, ես այս հարցս այս չեմ թողնի։ Կրկնում եմ, ամեն ինչ կմոռանամ, ամեն ինչ կուրանամ։ Խոստանում եմ ես քեզ Ռաֆ։ Խոստանում եմ։ Ես վախենալու բան չունեմ։ Հաջողություն։
Հիմա չես ասելու ինչ ա եղել։ Աբուլ աղբորպես հարցեր մի տու։ Տալու եմ այնքան մինչև ասես։ Հավես չունեմ։ Հիմա չեմ ուզում խոսանք, հետո խոսանք, խոստանում եմ, բայց ոչ հիմա։ Դավո, եթե հիմա չասես զանգելու եմ Մարիային։ Չանես հանկարծ տենց բան, Աբուլ։ Բա ոնց իմանամ ինչ ա եղել։ Աբուլ հավատա այն ինչ եղել է քանդել ամեն ինչ։ Էլ չտաս այդ անունը մոտս։ Եթե առաջ գոնե մի քիչ հանդուրժում է, հիմա այդ էլ չեմ կարողանում։ Փոխանակ իրար լսեք, հասկանաք, ոնց որ 6 տարեկան երեխա լինեք, այն որ կռվի ժամանակ հիշում են ամեն ինչ, որ կռիվը շարունակվի, պարտվող դուրս չգան։ Դավո։ Աբուլ հերիք է Արցախ տանես, հերիք է։ Հա ճիշտ ես հասկացել, այն ինչ եղել է այդ աղջկա հետ է կապված, բայց ես հիմա դրա մասին չեմ ուզում խոսամ, չեմ ուզում։ Քիչ առաջ Անին նեղացրեցիր, հիմա էլ հերթը իմն է։ Չեմ հասկանում, վատ ես զգում, որ փորձում ենք հետաքրքրվել, օգնել։ Էս այն հարցը չի, որ կարողանաք օգնել։ Չեմ էլ ուզում։ Ես այսօրվանից ասում եմ ին 5 կյանքին, աշխատանք, սպորտ, ուրիշ ոչ մի բան։ Ամեն ինչ սուտ է, բոլորը սուտ են։ Ինչքան հեռու մնաս մարդկանցից, այդքան ավելի մաքուր կմնաս։ Քիչ առաջ ասում էիր դու ես մեղավոր։ Հիմա էլ մեղադրում ես, ոնց հասկացա, քեզ ես մեղադրում։ Ալո։ Մարիա, ուր ես։ Տանը Ռավ։ Ինձ ասացիր, որ գամ մոտդ օֆիս, եկել եմ, դու ստեղ չես։ Կներես Ռավ, տատիկս լավ չէր, միանգամից տուն եկա ու մոռացա, որ պետքա քեզ զանգեմ։ Հիմա ոնց է։ Արդեն լավ է։ Իսկ հաստատ է դա միակ պատճառը, ուրիշ բան չկա։ Ինչ Ռավ։ Դե չգիտեմ, մտածեցի կարողա փոշմանել ես, որ հաշտվել եմ հետդ։ Դե հա։ Չէ Ռավ։ Ես այդ քայլին գիտակցված եմ գնացել ու ես ուզում եմ, որ միասին լինենք հանգիստ տեղի։ Այսօր իմ ամենաերջանիկ օրն է, Մարիա։ Շնորհակալ եմ քեզ, որ հասկացար ինձ վերջապես։ Բա երբ կկարողանամ տեսնել քեզ։ Այսօր չէ։ Դե ուզում եմ տատիկի մոտ մնալ, թող մնա մի ուրիշ օր։ Լավ, ոնց ասես։ Կարևորը քեզ տեսնել էլ խնդիր չի։ Կսպասեմ ինչքան պետք է։ Ալո։ Աբուլ, Անինա, մի բան իմացար։ Չէ, գնաց, տանը չի։ Ինչ անեմ, Մարիան էլ չի պատասխանում։ Չգիտեմ ինչ ասեմ։ Լավ, որ մի բան իմանաս, ինձ ասա, էլի շատ անհանգիստ եմ։ Կզանգեմ։ Զգացի, որ մրսում ես։ Չեմ հավատում, որ իմն ես, Մարիա։ Ուզում ես, որ համոզեմ։ Տեսավ։ Ով։
Տղեն տեսավ աղջկան, չհասկացա այդ պահը։ Տղեն տեսավ աղջկան ու հասկացավ, որ առանց այդ աղջկա կգժվի։ Հա? Դավիթ ֆիլմը չես նայում։ Ես քեզ եմ նայում։ Լավ էլի։ Ինչ։ Երբ որ դու կողքս ես, ես մենակ քեզ եմ նայում։ Ալո։ Ռավ, բարև։ Արտակն է, կարծում եմ ճանաչեցիր։ Ինչ ես զանգել։ Մենք պետք է հանդիպենք։ Չէ, մի հետ մենակ ես որոշել, թե կողքից օգնել են քեզ։ Մեր վերջին հանդիպման ժամանակ ես քեզ ինչքան պետք էր օգնել եմ։ Հիմա էլ ոչ մի բան չունեմ քեզ ասելու եւ օգնելու։ Հա, ճիշտ է, օգնել ես։ Բայց առաջարկած օգնությունը այդքան էլ իմ սրտով չէր։ Ու այդ մասով ուզում եմ խոսենք։ Ես քո ժամանակը չունեմ։ Եթե չհանդիպենք, ավելի վատ է լինելու։ Սպառնում ես։ Ուրիշ տարբերակ չես թողնում։ Լավ կհանդիպենք։ Բայց ականջիդ մեծ օղար է, որի մեծ սպառնալիքների լեզվով չեն խոսում։ Մի ժամից նույն տեղում կլինես։ Ինչ լավ ատանն ես։ Վերջապես կխոսենք։ Պապ, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Բա պետքա բացատրես, բա ինչ պետք է անես, Մարիա։ Էս ինչ է կատարվում։ Էս ինչ լուրջ որոշումներ ես կայացնում առանց ինձ տեղյակ պահելու։ Ինչի ես չգիտեմ։ Ինչի եմ ես ուրիշներից իմանում։ Ինչքան հիշում եմ առաջ գալիս էիր, նստում էինք, խոսում էինք, հասկանում էինք իրար, խորհուրդ էիր հարցնում, խորհուրդ էի տալիս։ Ինչ է կատարվում հետդ։ Պապ, ես քեզ ասելու էի։ Իմ ու Ռաֆի միջև այդ խոսակցությունը այսօր է եղել։ Մենք այսօր ենք հաշտվել։ Այսօր եմ այդ որոշմանը եկել ու իրեն տեղեկացրել։ Իսկ այդ ո՞նց եղավ, որ այսօր որոշեցիր, որ հաշտվես հետը։ Ո՞նց է տենց ստացվում։ Կարող է քեզ դրթել են։ Կարող է շանտաժ են արել։ Մարիա, խոսա։ Բացատրի ինձ, ես ուզում եմ հասկանամ։ Ես ինձ չեմ կարա։ Դու փոխվել ես, բալես։ Ինչ ա եղել։ Հեռախոսով լավ էլ դուխով տղու պես էիր խոսում, ես ինչ եղավ։ Արի խոսակցությունով սենց վատ նոտայի վրա չսկսենք, որովհետև Սեսթենից նենց բանը ասել է, որ այդքան էլ դուր չի գալու։ Լավ էլ մի երկարացրու, ասա տենամ ինչ ա եղել, որ ինձ այս ժամին հանել բերել էստեղ։ Ես չեմ ուզում հետևեմ Դավիթի մորը, ինձ այդ միտքը այդքան էլ դուր չի գալի։ Նախ սկսել եմ քեզ կասկածել ու սկզբից վստահեցի, բայց անվստահելի ես դառել։ Մեր խոսակցության ժամանակ շատ էիր պաշտպանում Մարիային, որը ինձ այդքան էլ դուր չեկավ։ Այդ աղջիկը տեղով շառա իմ գլխին։ Իսկ դու։ Իսի նշանածից մասին ես խոսում, եթե քեզ հավաքի, թե չէ լեզուդ կկտրեմ, լսում ես։ Հաստորեն նշանած դա, հա։ Պարզա։ Ես չեմ հասկանում, այս ինձ սիրային երանգյունի է։ Բայց նենց ես անում, որ նշանածդ հեռումն է Սոֆիայից էլ երախուցել։ Հակառակ դեպքում կպատմեմ Դավիթի մասին ինֆորմացիան, որ դու ես։ Իսկ ինչ շանտաժանողը լճի ծնվել, լսում ես։ Անոնց կկորցնեմ քեզ 1000 տարի մանգան չեն գտնի։ Հանկարծ չփորձես քո նմանները իմ ձեռքին խաղալիքի պես են միշտ եղել։ Հետս խաղի մեջ չմտնես հանկարծ։ Ճիշտ է, կարող է ես քո նման լավ հոր տղա չեմ։ Բայց շատ լավ ծանոթություն ունեմ ու կարող եմ իմ հարցերը լուծեմ։ Մի անգամ էլ եմ ասում, նենց ես անում, որ նշանածդ հեռումն է Սոֆիայից էլ երախուցել։ Հակառակ դեպքում ավելի վատ կլինի։ Թե դու տեղը չես բերում ում ես խոսում։ Բայց ես քեզ կօգնեմ։ Անպայման քեզ կօգնեմ, մնում է դրանից հետո ներեմ քեզ։ Ամեն ինչ արա, որ նշանածը չիմանա մեր համագործակցության մասին։
Պապ ինձ ոչ մեկը չի ստիպել։ Ես ուղղակի հասկացել եմ, որ այս կյանքում պետքա կարևորեմ այն մարդկանց, ովքեր իմ համար ամեն ինչի պատրաստ են։ Ու հիմա ուզում ես, որ ես քեզ հավատամ, Մարիա։ Դու նոր հասկացար, որ Ռաֆը քո համար ամեն ինչի պատրաստ է։ Հա, պապ։ Ես իմ սխալների պատճառով կարողացա Ռաֆին ուրիշ կողմից ճանաչել։ Ես չեմ ամաչում, որ ինչ-որ պահի սխալվել եմ։ Ես կամաչեի, եթե իմ սխալները ուղղելու համար քայլեր չձեռնարկեի։ Ես քեզ չեմ կարողանում հասկանալ, Մարիա։ Չեմ կարողանում։ Բա Դավիթը։ Թե քեզ թվում է տենց մարդկանց զգացմունքների հետ խաղալը տենց հեշտ ու պրիմիտիվ բան է, հա։ Ես ոչ մեկի զգացմունքների հետ չեմ խաղում։ Խաղում ես։ Ու առաջին հերթին քո զգացմունքների հետ ես խաղում։ Հետո նոր Դավիթի ու Ռաֆի։ Մարիա, ես քեզ չեմ ճանաչում։ Պապ, դու միշտ ինձ վստահել ես։ Ու խնդրում եմ, որ այս անգամ էլ հասկանաս, որ գիտակցաբար եմ ես քայլին գնացել։ Հասկանում եմ, որ այս իմ որոշումը քեզ զարմացրել է, բայց վստահի ինձ։ Ինչի եմ ես քեզ կասկածում, Մարիա։ Ինչի։ Ռաֆ ջան, ինչ ա եղել, հորդ հետ խոսել ես։ Մամ մի հատ աղջկատ կանչի։ Ինչ ա եղել։ Մամ ջան, ասում եմ Լիլիթին կանչի։ Լիլիթ։ Ինչ ա եղել, Ռաֆ։ Նստի։ Այսինքն նստի։ Դու էլ նստի, մամ ջան։ Կյանքս դու գիտես այսօր ինչ ես արել։ Ես տեղս չեմ գտնում։ Ուզում եմ հենց այսօր գանք ու օր որոշենք։ Չեմ ուզում մի օր ավել սպասել։ Ուզում եմ, որ հնարավորինս շուտ այդ մատանին նորից մատիտ լինի։ Էլի եմ ասում, չեմ ուզում մի րոպե ավել սպասել։ Կյանքս դու գիտես այսօր ինչ ես արել։ Ես տեղս չեմ գտնում։ Ուզում եմ հենց այսօր գանք ու օր որոշենք։ Չեմ ուզում մի օր ավել սպասել։ Ուզում եմ, որ հնարավորինս շուտ այդ մատանին նորից մատիտ լինի։ Ինչքան էլ քեզնից հիասթափված լինեմ, մեկը որպես մարդ չեմ կարող հանգիստ լինել։ Ես գիտեմ, որ քո կյանքում մարդ կա։ Գիտեմ, որ ինձնից հետո մենակ չես։ Բայց հիշողությունը նենց բան է, որ չես կարող ասես երբ կհայտնվի ու մարդուն ինչ քայլի կդրթի։ Դրա համար եմ հարցնում։ Այսինքն այն, Մարիա, որ ես չեմ ուզում իմ ու քո մեջ եղած հիշողությունները ազդեն քո ու Ռաֆի հարաբերությունների վրա։ Ես չեմ ուզում, որ դու կասկածես, որ սխալ ընտրություն ես արել։ Ինչ էլ եղած լինի, թեկուզ ես տուժած լինեմ, մեկը չեմ ուզում, որ դու կասկածես քո ներկայի վրա։ Այդ շատ վատ բան է։ Մարդը երբ սկսում է կասկածել իր ներկայի վրա, երբ սկսում է մտածել, որ ինչ-որ միտեղ սխալվել է, չի կարողանում հանգիստ ապրել, չի կարողանում վայելել կյանքը։ Դրա համար չեմ ուզում, որ դու կասկածես քո ներկայի վրա, ու ուզում եմ վստահ լինել, որ քո կյանքում ամեն ինչ լավ է։ Ես չեմ հասկանում ինչ ես անում, Ռաֆ։ Նստի տեղդ։ Ուզածդ ինչ է։ Հա, Ռաֆ, կանենք նենց ոնց որ դու ես ուզում։
Հենց վաղն էլ կարող ես գալ։ Ես պապայի հետ կխոսեմ։ Լսեցիր։ Հատուկ ուզում էի, որ հենց դու լսես, որ մոտդ կասկածներ հանկարծ չլինեն։ Հենց դու։ Հուսով եմ հասկանում ես, չէ՞ ինչի հենց դու։ Եթե մինչև ես նեղվում էի, որ իմ մասին խոսում էիր, հիմա թույլ եմ տալիս։ Գնա ու ամբողջ աշխարհին պատմի ես ինֆորմացիան։ Հա, ու մեկ էլ մի բան։ Պապայի հետ եթե խոսեք, ասեք, որ ես սիրով հրավիրում եմ։ Կարող է դա իր մոտ ինչ-որ բան փոխի։ Պատրաստվեք հարսանիքի։ Ոնց հասկանում եմ բոլորդ գոհ եք։ Բայց ինչի պետքա դժգոհ լինենք, աղջիկ ջան։ Մենք բոլորս էլ գիտենք, որ Մարիան շատ լավ է ազդում Ռաֆի վրա։ Ռաֆը արդեն խելոք կլինի, ամեն ինչ լավ կլինի, երջանիկ կլինի։ Ինչի պետքա դժգոհ լինեմ։ Բալես, ախր հասկացի, ընտանիք ենք, եղբայրը տա։ Չի կարելի էսպես, Լիլիթ։ Մամ, բարի գիշեր։ Լիլիթ, դու հասկանում ես, ամեն ինչ լավ է լինելու։ Դու ավելի լավ է, երբ որ հայրդ զանգի, իրան ասա, որ տանը ամեն ինչ լավ է։ Թող տուն գա, հասկանանք ինչ ենք անում։ Վատա, որ տուն գա պապատ բալես, վատ չի չէ։ Հարսանիք է լինելու։ Հալիլ։ Աբուլ, դու տեղյակ էիր, որ Մարիան ու Ռաֆը հաշտվել են։ Էլի աղբերդ հեքիաթներ ա պատմել։ Չէ, հեքիաթ չի։ Ես անձամբ եմ լսել Մարիայի ձայնայինը, որտեղ որ ասում է կարող են հարսանիքի օր որոշել արդեն։ Գժվել է այդ աղջիկը։ Չգիտեմ ով է գժվել ով չէ, բայց համենայն դեպս ես լսել եմ Մարիայի ձայնը, որտեղ որ ինքը ասում է, որ հենց այսօր կարող են երեկոյան գնալ հարսանիքի օրը որոշել։ Մաման էլ արդեն նվեր է առել։ Ռաֆն էլ ասում է, որ ամեն ինչ անելու է, որ Մարիային հենց այսօր տուն բերի։ Լուրջ։